ես բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լծրուսատերը դու ամենքի Սիրո լծրուսատերը ամենքի Սիրո լծրուսատերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մեկ սիրով սպասում ենք ձեզ։ Մտքեր է ունենում Այսօր կրկին մենամարտելու եք, պարոն Ռոբոկոմի դեմ դեպ կտեսնեք, թե ինչ խելացի փոքրիկներ ունեք Իսկ այժմ եկեք բոլորս միասին ասենք կախարդական խոսքերը եւ այս առաջ թագավորությունում կհայտնվի մեր հերոսուհին բոլորս միասին բաբա բեբե Ինչ գեղեցկուհի է, աղբյուր իմաստնության ձեր անունը? Ռայա Ռայա, ազգանունը? Հովանեսյան Հովանեսյան, Ռայա, ծափարությունները լսում ես ինչ բարձր են Ասա տեսնեմ իմ փոքրիկ բարեկամ, դու որտեղ ես սովորում? Ես սովորում եմ 160 դպրոցում 160 դպրոցում, իսկ որ դասարանում? 7-րդ 7-րդ դասարանում, եկեգույ, իսկ որ մեծանաս ինչ մասնագիտություն ես ընտրելու? Ուսուցչուհի եմ դա Ուսուցչուհի ձեր ծափարությունները, բրավո, բրավո Իսկ դու իմ փոքրիկ բարեկամ, պատրաստ ես մենամարտել պարոն Ռոբոկոմի դեմ? Այո Չես վախենում? Ոչ Խիզախ ես? Իհարկե Ես մի փոքր կավելացնեմ քո խելքը Բաբա, բեբե, բում Դե ինչ իմ սիրելի բարեկամ, չվախենաս, մենք քեզ հետ ենք Դե ինչ, պատրաստ, 3, 4 Բաբա, բեբե, բում Այոմոջուն, իմ փոքրիկ բարեկամ Անկեղծ ասած մոռացել եք, մեկ բարկան Ետարի Ինչ է պատահել պարամ Ախր ես մոռացա չէ որ ես 1768 տարեկան եմ Իմ փոքրիկ բարեկամ դու որ հարցերին էիր պատասխանել հա Ռոբոկոմի որ մասնակցում ես մեր մրցույթին կհիշես Առաջին հարցը որտեղ է ծնվել Սայաթնովան Որտեղ է ծնվել Սայաթնովան Թիֆլիսում Թիֆլիսում ձեր ծափարությունները Երկրորդ հարցը Որ պետության տարածքում է գտնվում Սիցիլիա կղզին Որտեղ է գտնվում որ պետության Իտալիայի ծափարությունները Եվ երրորդը Որն է Սյունիքի մարզ կենտրոնը Որն է Սյունիքի մարզ կենտրոնը Կապանը Կապանը դե ինչ պատրաստ ես ներողություն եմ խնդրում քեզ հետ դրելու համար արագ պետք է գնանք բաբա պետք է Գրած իմ դակի բարեկամ հարյոմություն ես քեզ այստեղ ես սպասեմ
ինչպես ես։ Լավ եմ, շնորհակալություն։ Պատրաստ ես մասնակցելու մեր ինտելեկտուալ խաղին։ Այո, Դե ինչ, բացատրել խաղի կանոնները։ Ես քեզ կտամ ընդամենը 10 հարց։ Յուրաքանչյուր հարցի պատասխանելու համար դու ունես 10 վայրկյան, 10 վայրկյան։ Պատրաստ ես։ այո, Դե ինչ, սկսենք։ Հարց համար առաջին։ Քանի բջիջ ունի ամեողան։ Ժամանակ։ Պատասխան։ ամեաբան ունի մեկ բջիջ։ Հարց երկրորդ։ Որ այն բենարանի առաջին տառն է ալֆա։ Ժամանակ։ Պատասխան։ Ալֆան հունական այբուբենի առաջին տառ։ Հարց երրորդ։ Որ պետության մայրաքաղաքն է Բեռնը։ Ժամանակ։ Պատասխան։ Պատասխան չունեմ։ Չորրորդ հարց։ Որն է աշխարհի ամենախոշոր գիշատիչը։ Ժամանակ։ Պատասխան։ Սպիտակ արջը։ Հարց հինգերորդ։ Ով է Տիգրան Պետրոսյանը։ Ժամանակ։ Պատասխան։ Պատասխան չունեմ։ Վեցերորդ հարցը։ Ինչպես է կոչվում մթնոլորտի ստորին շերտը։ Ժամանակ։ Պատասխան։ Պատասխան չունեմ։ Հարց յոթերորդ։ Որ խոսքի մասն է ցույց տալիս գործողություն։ Ժամանակ։ Պատասխան։ Բայը։ Հարց ութերորդ։ Ով է Մոնա Լիզա կտավի հեղինակը։ Ժամանակ։ Պատասխան։ Պատասխան չունեմ։ Իներորդ հարց։ Ինչ է Պուշկինի անունը։ Ժամանակ։ Պատասխան։ Պուշկինի անունը Ալեքսանդր։ Եվ վերջին 10-րդ հարցը։ Պատրաստ ես։ Այո, Ով է Երևանի հիմնի խոսքերի հեղինակը։ Ժամանակ։ Պատասխան։ պատասխան չունեմ։ Իսկ այժմ Ռայա Հովհաննիսյան, լսեք ճիշտ պատասխանները։
քանի բջիջ ունի ամեոբան, պատասխան 1 որ այբուբենի առաջին տարն է ալֆան, պատասխան հունական որ պետության մայրաքաղաքն է Բեռնը, պատասխան Շվեյցարիա որն է աշխարհի ամենախոշոր գիշատիչը, պատասխան Սպիտակ արջը ով է Տիգրան Պետրոսյանը, պատասխան հայ շախմատիստ աշխարհի չեմպիոն Ինչպես է կոչվում մթնոլորտի ստորին շերտը, պատասխան տրոպոսֆերական ներքնոլորտ որ խոսքի մասն է ցույց տալիս գործողություն, պատասխան բայ ով է Մոնա Լիզա կտավի հեղինակը, պատասխան Լեոնարդո դա Վինչի Ինչ է Պուշկինի անունը, պատասխան Ալեքսանդր Եվ վերջին 10-րդ հարցը ով է Երևանի հիմնի խոսքերի հեղինակը, պատասխան Պարույր Սևակը Դե ինչ, շնորհակալություն Ռայա խաղին մասնակցելու համար Ես էլ եմ շնորհակալ խաղին մասնակցելու համար եւ հաջորդ անգամ խոստանում եմ կպատասխանեմ բոլոր հարցերին։ Վերջապես գտնում ես մի խելացյալ չի, պայման նստանալ նխավոր մրցանակը ես վստահ եմ, իմ թանկագին բանեկամ, դու գեղեցիկ ժպիտ ունես, ես վստահ եմ, որ դու հաղթեցիր, այո, Ոչ, բայց ոչինչ, չուսահատվես, վերջի վերջո կգտնվի մի փոքրիկով կարող է ճիշտ պատասխանել բոլոր հարցերին, տեսակ պարոն Ռոբոմով, ինչ գեղեցիկ ու խելացի փոքրիկներ կան մեր թագավորությունում, դե, ինչ կմաղթես մեր հեռուստադիտող փոքրիկ բարեկամներին, ես մաղթում եմ նրանց, որպեսզի միշտ մասնակցեն ինտելեկտուալ խաղին եւ հաղթեն։ Եվ վերջ, մասնակցեք, որպեսզի հաղթեք, հանկարծ չուսահատվես իմ փոքրիկ բարեկամ, որովհետև ես քեզ համար ունեմ խրախուսական մրցանակներ, անվճար այցելության կտրոն, կոնուս մանկապատանեկան զարգացման կենտրոնի կողմից խնդրեմ, պլաստիլինների թագավորություն, վիտրաժայիններ, գերով, ֆեյսդեկով, եւս մեկ անակնկալ, անվճար այցելության տոմս Էքսոտարիումի կողմից խնդրեմ, սա ձեզ համար, եւ եւս մեկ նվեր Վավա մանկական գեղեցկության սրայի կողմից, դու կարող ես այդ հրաշ թագավորությունում գեղեցիկ հարդարել քո մազերը, գեղեցկանալ եւ դառնալ իսկական հեքիաթի հերոսուհի, կամ ասենք արքայադուստր, ինչ շնորհակալություն խաղի մասնակցելու համար, ես ուղղակի հիացած եմ, եկ հրաժեշտանք մեր հերոստատող փոքրիկ բարեկամներին, հաջողություն, իսկ օթային ամբյուրները Sezuna, cheese pizza.